Այսօր արձանագրվել է H1N1 վարակով 2 հիվանդի մահ։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հիվանդները բժշկական կենտրոններ էին ընդունվել հունվարի 13-ին ուշացած ծայրահեղ ծանր վիճակում։ Ավետիսյանների հարազատները բոյկոտում են երկուշաբթի օրը կայանալիք դատական նիստը։ Վաղը ժամը 12-ին հավաքվելու են Գյումրիի կենտրոնական հրապարակում, ակնկալում են, որ գյումրեցիներն էլ կմիանան իրենց պահանջին։ Թե դա դկենեն առանց մեզի, դա արդեն ապօրինություն է, թողեն են հետո դրանց հետևանքներից եթե չեն բախենային։ Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ, հակառակորդն ունի առնվազն 2 զոհ։ Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը վերջնականապես ապացուցեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի կայացել։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել 2014 թվականին Հայաստանում գերեվարված, ապա ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման եւ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը։ Բրենդ տեսակի նավթի իջել է, գրանցելով 2004 թվականից մինչ օրս ամենացածր ցուցանիշը։ Ինչ ազդեցություն կթողնի նավթի գնանկումը մեր տնտեսության վրա։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 15-ի տվյալներով սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը 18-ից ցածր տարիքի։ 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով, նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ այսօր արձանագրվել է H1N1 վարակով 2 հիվանդի մահ։ Նրանք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին ուշացած ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանց մոտ եղել է քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, սիրտանոթային անբավարարություն, միացված են եղել արհեստական շնչառության սարքի։ Գյումրեցի ավետիսյանների հարազատները հունվարի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում կայանալիք դատաքննությանը չեն մասնակցելու։ Բոյկոտը հիմնավորում են նրանով, որ չեն ցանկանում սպանության գործով դատաքննությունը տեղի ունենա բազայի տարածքում։ Պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության դատարանում տեղի ունենա դատաքննությունը, չեն համարում, որ արտագնա դատական նիստը որևէ կապ ունի Հայաստանի Հանրապետության դատարանի հետ։ Մեր դատավորը լինելով Հայաստանի դատավոր, ինքը պետք է առաջին այդ չընդուներ այդ առաջարկը չպետք է սեր ես որպես ինչ պետք է կամ բազայի մեջ ռուսական նստիմ ես դատարանում եմ, ես դատավոր մարդ եմ ու տարիք ուներ ահագին ինքը այդքան դատավոր եղնել կարող է շատ լավ դատավոր ես բան չունեմ սեր բայց ինքը այդ իրան այդ դատը անելով այդտեղ հանդես մեզ ապացուցեց որ ինքը չի արտարացնում իրեն։ Հասմիկ Ավետիսյանի քրոջ Ռիտա Պետրոսյանի կարծիքով դատավորը կաշկանդված է բազայում, թեև վստահ չէ արդյոք արդարադատության ականատես կլինեն, եթե գործի քննությունը տեղի ունենա, ասենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում։ Այնուամենայնիվ պնդում են սպանված ընտանիքի անդամների իրավահաջորդները, բոլոր հարազատները հրաժարվում են բազայի տարածքում մասնակցել դատավարությանը։ Թե դա դկենեն առանց մեզի, դա արդեն ապօրինություն է, թողեն են հետո դրանց հետևանքներից եթե չեն բախենա իրանք։ Միանշանակ մի համոզված եմ, որ Պերմյակովից բացի կան մարդիկ, որ այս գործին հետ խառն է իրանց մադնել, բայց չկան, չեն ուզում բացայդել, թե գիտեն իրանք, որին հրամանատարին փախցրին տարան երկրից դուրս ավելի լավ պաշտոնների տվի, շատ մարդկանց մադը խառն է այս գործի մեջ, բայց որ աշտարտ դատավարություն չեմ հավատում ես։ Ուղղակի, որ ես պետք է չգտնվեմ հենց ռուսական բազայում, ինչի պետք է գնամ։ Ես ամեն րոպե նայեմ այդ ապուշի նստելու ձևը ռուսներին, ես իրանց նայելով արդեն հոգեգան աշխարհս խանգարվել է, կրկնագի երագի անգամ, մինչև վերջ կուզե բոլորս մի անգամից մահանանք ու վերջանա, այս ամեն ինչը։ Իրանց միայն դա է պետք։ Ես ինչի՞ պետք է շտամ ռուսներ, որ օբիսկենեն ընձին էսուտ ուսենեն։
Սպանված տանտիկնոջ քույրը Ջուլիետա Ջալալյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այս գործով մեղադրանքը չի պաշտպանում դատարանում։ Հարցադրում է, կա արդյոք ավելի կարևոր գործ Հայաստանի Հանրապետության համար, քան հունվարի 12-ին տեղ ունեցած սպանության գործով քննությունը։ Պահանջում ենք, որ ինքը պարտավոր է ներկայանալ այս դատին, որովհետև այս այնպիսի հնչողություն ունի այս դեպքը, որ ես զարմանում եմ ինքը Ինչ է այսպիսի դիշկընտուն է, անտարբերությունը իր մոտ շատ է նկատվում։ Ինքը ասեց մենք կպահանջենք, որ մնա Հայաստանում, ինձ թվում է, որ իր արածը չէր, որ մեր ամբողջ ժողովուրդը, մեր ամբողջ հայ ազգը պայքարեց։ Մենք շնորհակալ ենք մեր հայությունից, որ սկզբից վերջ մեր կողքին են եղել, շատ շնորհակալ ենք մեր գյումրեցիներից, որ իրենք իրենց մաշկի վրա զգացին Ավետիսյանների ընտանիքը ընդունելով իրենց ընտանիքը։ Պահանջեմ գա, որ դուք պետք է ներգարինիք այս գործը չէր, որ դուք այսպես պետք է անտեսեիք։ Հավելենք, որ վաղը ժամը 12-ին Ավետիսյանների հարազատները հավաքվելու են Գյումրիի կենտրոնական հրապարակում, իշխանություններից պահանջում են երկօրյա ժամկետում լուծել այդ խնդիրը։ Բողոքի ակցիային ակնկալում են, որ գյումրեցիները ևս կմիանան։ Մեր կողքին կեղնին, մեզ հետ կլինեն, ինչպես սկզբում մինչև վերջեր կգնանք, մինչև որ մեր ուզածը չլինի, որ արտար դատավարությունը լինի եւ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետության դատարանում։ Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերն այսօր ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կանխարգելիչ միջոցառման արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի 2 զինծառայող։ Հիշեցնենք, արդեն մի քանի օր է Ադրբեջանում բողոքի ցույցեր են անցկացվում մանաթի արժեզրկման, գնաճի եւ սոցիալական խնդիրների դեմ։ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը մեծ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի կողմից սահմանին կատարվող սադրանքները պետք է դիտել հենց այս համատեքստում։ Չնայած որ նաև դա կարելի է անցնել երկարաժամկետ Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող ռազմավարության, որի իմաստը էսկալացիան պերմանենտ պայել շփման գծում, ցույց տալով, որ Ադրբեջանը համաձայն չի այն ստատուս քվոյին, որը որ կա։ Բայց կոնկրետ այս պահին ես կարծում եմ, որ դա ավելի շատ ներքաղաքական զարգացումներ հետ է կապված եւ ավելի քան սպասելի էր։ Մյուս կողմից նաև շատերը պնդում են եւ Հայաստանում, եւ տարածաշրջանից դուրս, որ դա կարա հետագա զարգացումները ստանա եւ Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է լինելու հետագա էսկալացիայի աստիճանը բարձրացնել, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ այս իրավիճակում, երբ որ Ադրբեջանի իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական առումով Ադրբեջանը կարա գնա ինչ-որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերահսկմանը, որովհետեւ կարծում եմ Իլհամ Ալիևը շատ լավ հիշում է 90-ականների փորձը կամ ասենք պատմությունները, երբ որ իր սեփական հերը եկավ իշխանության հենց նմանատիպ զարգացումների, իսկ նախորդ Ադրբեջանի բոլոր ղեկավարները փորձել են օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները իշխանության գալու կամ ամրապնդելու առումով եւ առանց բացառությամբ բոլորի համար դա շատ բացասական ավարտվել։ Նշենք, որ Ադրբեջանում ուժայինները փորձում են ճնշել բողոքի գործողությունները, իրավապահները հայտարարություն են տարածել, որ չթույլատրված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչների պահանջներին, խախտել են հասարակական կարգը եւ դիմել են բռնությունների։ Գլխավոր դատախազությունն էլ մի շարք հոդվածներով քրեական գործեր է հարուցել։ Քաղաքագետի գնահատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին չպետք է վերաբերվել որպես հերթական բողոքի ցույցերի։ Սպառնալիքները Իլհամ Ալիևի համար բավականին լուրջ են եւ դրա մասին խոսում է նաեւ այն հանգամանքը, որ նախորդ ամիսների ընթացքում բավականին լուրջ փոփոխություններ ա եղել նաեւ ուժային կառույցներում, այսինքն լիովին լուծարվել էր անվտանգության նախարարությունը, կիսվել էր անվտանգությունը հետախուզությունը հակահետախուզական մարմիններից, հարյուրավոր նոր մարտիկ են գործի վերցվել եւ հարյուրավոր կրճատվել են, կարծում եմ մոտակա օրերին կամ շաբաթներին տեղի կունենա նաեւ որոշ փոփոխություններ այդպես կոչված բարձր էշելոնի ինչ որ օլիգարխների տնտեսական դերակատարների առումով Իլհամ Ալիևին ինչ որ մի բան պետք է ցույց տալ հասարակությանը, որ ինչ որ ձևով փորձում է նվազեցնել սոցիալական լարվածությունը
երկրի ներսում։ Քաղաքագետի կարծիքով օբյեկտիվ գործընթացները հուշում են, որ առնվազն մոտակա մի քանի ամիսների ընթացքում նավթի գների բարձրացում չի լինելու, ինչը ենթադրում է, որ Ալիևի վարչակարգը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունենալու եւ նրանց համար առաջնային լինելու է երկրում կայունության պահպանումը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված, ապա ազատարձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման եւ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը եւ այդ մասին հաղորդել Ադրբեջանի կառավարությանը։ Ինչպես այսօր այդ մասին տեղեկացրել է ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը, Միեդը Խոջոյանի գործի մասին հայտնել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին։ Գործի հայցվորները Խոջոյանի 3 զավակներն են։ Նրանց ներկայացնում է Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը։ Մամիկոն Խոջոյանը 77-ամյա Հայաստանի քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014 թվականին եւ այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան 1 ամիս։ Այդ ընթացքում նա ազգային եւ կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով ենթարկվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մի խումբ անձանց կողմից։ Նա մահացավ Հայաստանի իշխանություններին հանձնվելուց եւ տուն վերադառնալուց 2 ամիս անց։ Հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության եւ նվաստացուցիչ վերաբերմունքի եւ որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներաշկել են դեղեր, որոնք պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածները։ Նրանք պնդում են, որ այդ գործողությունները ի վերջո հանգեցրել են Խոջոյանի մահվան։ Հայցվորները պնդում են, որ իրենց եւ իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է։ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին եւ դատարանի հարցերին մինչեւ 2016 թվականի մարտի 8-ը, նշվում է հաղորդագրությունում։ Ազգային ժողովն արդեն սահմանված կարգին համապատասխան ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պաշտպանի լիազորությունները կդադարեցվեն, եթե նա ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ քան 10 օր հետո կրկնի իր հրաժարականը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեծ զրույցում կարծիք հայտնեց, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը վերջնականապես ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի կայացել։ Եվ երեք պաշտպանների հետ կատարվեց նույնը, երբ որ նրանք քննադատության ենթարկեցին իշխանությունների միանգամից 3-ի նկատմամբ շատ սուր արձագանք տվեցին, կոշտ արձագանք։ Վերջին դեպքերը եթե մենք վերցնենք, ես կարծում եմ կամ նրանց ստիպել են հրաժարական տալ, որովհետև այդ ավանդույթն էլ Հայաստանում չի գործում, որ հրաժարական տվող պաշտոնյան չբացատրի, թե ինչու է հրաժարական տալիս։ Կամ ես ենթադրում եմ, որ հատկապես ազգային ժողովում նրա զեկույցի քննարկումից հետո արդեն երևաց, որ իշխանությունները տրամադրված նրա դեմ են տրամադրված եւ իսկ նա պարտադրված է համագործակցել իշխանությունների հետ։ Իսկ եթե իշխանությունները նա հետ չեն համագործակցում, բլոկ են դնում, այսպես ասենք, ապա նրա աշխատանք արդյունավետությունը կորցնում է։ Եվ հնարավոր է, որ նաեւ դրդապատճառներից մեկը հրաժարական տալու դա լինի, որ արդեն զգալով, որ ինքը չի կարող համագործակցել, նրան բլոկ են դնում իշխանությունները, անիմաստ է դառնում նրա աշխատանքը։ Հիշեցնենք, վերջին շրջանում Կարեն Անդրեասյանին սուր քննադատության էին ենթարկում հանրապետականները։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը այն բանից հետո, երբ ՄԻՊ-ը բարձրաձայնեց 16 հատուկ դպրոցի սարսափելի պայմանների մասին, Անդրեասյանին մեղադրեց շոուներ կազմակերպելու, բարդույթավորված լինելու եւ խարխլված հեղինակություն ունենալու մեջ։ Ավելի վաղ հանրապետական падգամավոր Սամվել Ֆարմանյանը օմբուդսմենին մեղադրել էր ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Եվ մենք այնպիսի զարմանահրաշ ձևակերպումներ ենք հանդիպում Մարդու իրավունքների տարեկան զեկույցում պաշտպանի, որ եթե Երվանդ Օթյանը, Պարոնյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երկիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար, 1-2-ը թվարկեմ։ Դեկտեմբերի 30-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատակիցները ժամը 14:00-ից հետո բացակայել են աշխատավայրից եւ գրանցումներ չեն կատարել։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում միջատները կծել են դատապարտյալի ձեռքերը եւ ոտքերը։ Գրեիք հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալի քունը։
Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման ամբարո պատվեր իջեցնել, ես սրա մասին խոսում եմ նրա համար, որպեսզի պաշտպանեմ նաև մյուսներին այդ ամբարո մարդու պատվերներից այլոց նկատմամբ։ Հասկանալի է, որ միայն այս մասշտաբի քաղաքական գործիչների հետ հակասությունը չէր կարող Անդրեասյանի հրաժարականի պատճառ լինել, այս պարագայում որն է նրա հատած կարմիր գիծը։ Կարող եմ հիշել մի 2 տարի առաջ, ճիշտ թիվը չեմ հիշում, նրա զեկույցը դատարանների հետ կապված, բավականին խիստ զեկույց էր, որտեղ ցույց էր տալիս այն, ինչ որ բազմիցս ասվում էր այլ իրավապաշտպան կառույցների կողմից կամ միջազգային կառույցների։ Եվ գուցե այդ քննադատությունները, որ նա արել էր ուժային կառույցների դատախազության ոստիկանության հետ կապված, դա նրանց համար դառել էր անձնական թշնամանքի հարց։ Եվ գուցե եւ կարծում եմ դժվար է որոշել կարմիր գիծը որն էր, որովհետեւ գուցե եւ դա այն էր, որ դա վերջի հանրաքվեի հետ կապված խախտումների մասին բարձրաձայնեց, այսինքն դրանք կուտակվեցին եւ դժվար է որոշել թե որն էր կարմիր գիծը։ Բրենդ տեսակի նավթի գինն իջել է, գրանցելով 2004 թվականից մինչ օրս ամենացածր ցուցանիշը 1 բարելի դիմաց $29.99։ Բացի դրանից, որ սա արդեն իսկ նշանակում է ֆինանսական ճգնաժամ, անխուսափելի է դառնում նաև քաղաքական ճգնաժամը։ Գալայի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մատնանշեց Արևմուտքի եւ Ռուսաստանի առճակատումը, որն արդեն բացահայտ է ընթանում։ Վտանգներն իսկապես շատ մեծ են այն երկրների համար, որոնք նավթ արդյունահանող են, առաջին հերթին խոսենք Ռուսաստանի մասին։ Ամենամտահոգիչն այն է, որ Ռուսաստանի պետական բյուջեն եւ ոչ միայն օկրուգների բոլոր մակարդակների բյուջեները կազմված են նավթի 1 բարելը $50 կտրվածքով։ Հիմա կարելի է պատկերացնել, որ միջազգային շուկայում նավթի գնանկումը նշանակում է համատարած եւ դաշնային մակարդակով եւ դաշնության առանձին տարածաշրջաններում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու անհնարինություն։ Այդ մասին իրենց վարչապետը Մեդվեդևը արտահայտվեց, որ լինելու է դժվար, չափազանց դժվար։ ԵՏՄ անդամ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կախված լինելով Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից անխուսափելիորեն զգալու է բացասական ազդակները։ Գրեթե 85% մեր բոլոր տիպի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ են, նշեց Վարդան Բոստանջյանը։ Տնտեսագետ Արզուման Հակոբյանի խոսքերով նավթի գնանկումը մեր տնտեսության վրա անուղղակի ազդեցություն է թողնելու։ Սակայն ըստ նրա մյուս կողմից էլ Հայաստանն այս իրավիճակում հաշվարկված գրագետ քայլեր ձեռնարկելու պարագայում կարող է նաև շահել։ Նավթամթերքն էժանանում է, դա նշանակում է, որ ստեղծվել է հարմար պահ արտադրություն զարգացնելու, էներգակիրների էժանացման հետ կապված տնտեսության զարգացումը խթանելու։ Անուղղակին թող ազդի, բայց ուղղակի ազդեցությունը կարող է լինել այն, որ էներգակիրների էժանացման հարմար պահը կարող ենք օգտագործել եւ տնտեսություն զարգացնել։ Ավելի շատ նպաստավոր հանգամանք է, քան բացասական հետևանքները, պետք է օգտվել ցանկացած անգամ բացասական իրավիճակներից։ Ամբողջ տարվա ընթացքում շատ հավանական է պահպանվի այս իրավիճակը։ Դրա համար պահը հարմար է, օգտվենք։